Իսրայելը վերսկսել է զանգվածային հարվածները Գազայի հատվածում Համասի օբյեկտների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Երեքշաբթի առավոտյան Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը հայտնել է, որ ավիահարվածների եւ հրետակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 220 մարդ, մեծ մասը երեխաներ, կանայք եւ ծերեր։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականներին հրահանգել են վճռական միջոցներ ձեռնարկել Համասի դեմ։ Ցահալը կարգադրել է մարտի 18-ից ժամանակավորապես դադարեցնել ուսումնական հաստատությունների աշխատանքը Իսրայելի այն բնակավայրերում, որոնք գտնվում են Գազայի հետ սահմանի մոտ։ Համասը մերժել է բոլոր առաջարկները Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆից եւ այլ միջնորդներից, նշել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Խմբավորման ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Իսրայելը որոշել է զոհաբերել իր պատանդներին, վերսկսելով ռազմական գործողությունները եւ խախտելով հարաբերական խաղաղության շրջանը։ Լիբանանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարներ Միշել Մենասան եւ Մուրհաֆ Աբու Կասրան համաձայնության են եկել սահմանին կրակի դադարեցման հարցում։ Լիբանանյան կողմի նախաձեռնությամբ ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Համաձայնագիրը նախատեսում է երկու կողմերի միջև համագործակցության ուժեղացում սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացման նպատակով։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, նշված է տեքստում։ Նախարարներն ընդգծել են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը սահմանային իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հյուսիս-արևելյան շրջանների գնդակոծությունները հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Իրանը զգուշացրել է, որ երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա, Միացյալ Նահանգները պատասխանատվություն կկրի այդ ամենի համար։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում, որն ուղարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին եւ գլխավոր քարտուղարին։ Հավատարիմ լինելով միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման իր պարտավորություններին, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային շահերը թշնամական գործողությունների պայմաններում, ասվում է նամակում։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատու կհամարի Եմենի Անսար Ալլահ շարժման հութիների բոլոր հարձակումների համար եւ Իրանին սպառնացել էր հետևանքներով։ Մարտի 15-ին Միացյալ Նահանգները Թրամփի հրամանով սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենում հութիների օբյեկտներին։ Ի պատասխան շարժումը երկու անգամ հարձակվել է Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ամերիկյան Հարի Թրումեն ավիակրի վրա հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Վերջին տվյալների համաձայն Եմենի ուղղությամբ Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով զոհվել է 53 մարդ, եւս առնվազն 97-ը վիրավորվել։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտնել է, որ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է հունիսի 15-ից 17-ը կայանալիք մեծ 7-նյակի գագաթնաժողովին։ Ես Զելենսկուն հրավիրել եմ G7-ի գագաթնաժողովին եւ անհամբերությամբ սպասում եմ հունիսին Կանադայում նրա հետ հանդիպմանը, ասել է Քարնին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Կանադայի վարչապետը հավելել է, որ Օտավան կշարունակի Կիևին բազմակողմանի օգնություն ցուցաբերել։ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է անվերապահ 30-օրյա հրադադարի, բայց դրա իրագործմանն անցնելու համար Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ առաջադրել, եւ այդ մասին մենք խոսել ենք նախագահ Մակրոնի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի պայմանների մասին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո։ Մակրոնն ու Զելենսկին քննարկել են նաեւ Ուկրաինայի համար անվտանգության հստակ երաշխիքների համատեղ ձևավորումը։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ կոնկրետ է եւ մենք դրան ամբողջությամբ աջակցում ենք, նշել է Ուկրաինայի նախագահը։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ լեյտենանտ Ալեքս Գրինկևիչը հաստատել է, որ ռազմական օգնությունը եւ հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ վերականգնվել են նախկին ծավալներով։ Մենք ունենք հաստատված տվյալներ, որ օգնությունը մուտք է գործում Ուկրաինա, ինչպես նաեւ ամեն օր հաշվետվություն ենք ստանում հետախուզական տվյալների փոխանակման մասին, ամեն ինչ իրականացվում է ինչպես նախկինում էր, ասել է զինվորականը Պենտագոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Մարտի 6-ին Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն այլևս հետախուզական տեղեկատվություն չի տրամադրում Ուկրաինային։ Նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը գրեթե պայմանավորվել է Կիևի հետ վերսկսելու հետախուզական տվյալների փոխանցումը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։